Եթե չլիներ Արարատը, չէր լինի Հրազդան մարզադաշտը, եթե չլիներ Հրազդան մարզադաշտը, չէր լինի Արարատ ֆուտբոլային թիմը։ Այսպես էր մարզադաշտի համահեղինակ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը նկարագրում մարզադաշտի ճակատագրական դերակատարությունը։ Նրա 90-ամյակի առթիվ էլ հայերեն հրատարակեցին Հրազդան ստադիոն գիրքը, որը Կարեն Բալյանն է հեղինակել։ Սա նոր շունչ կտա, որպեսզի մենք նորից խոսենք ստադիոնի մասին, խոսենք նրա մասին, որ նա պետք է լինի վերակառուցված, վերանորոգված եւ ծառայի մեր հանրությանը ինչպես նա ստեղծվել է եւ ինչի համար նա ստեղծված է եղել։ Շնորհակալության խոսքերս եմ ուզում արտահայտել Նյումագին, Արտակ Ալեքսանյանին անձամբ, այսպիսի հոգատար եւ բարձր պրոֆեսիոնալ որակի գործի համար եւ Կարեն Բալյանին, որը գրեց այս գիրքը։ Գուրգեն Մուշեղյանի, Կորյուն Հակոբյանի եւ Էդուարդ Թոսունյանի ստեղծած ասիմետրիկ երկհարկանի տրիբունաներով բացառիկ կառույցը 70-ականների հայկական մոդեռնիստական ճարտարապետության իսկական գլուխգործոց է։ Հրազդան գետի լանջին է, այստեղից էլ անունը։ Պաշտոնապես բացվել է 1971-ին։ 70,000 հանդիսատես ընդունող ստադիոնը ազգային սպորտային հզոր կառույց դարձավ։ Խորհրդահայ մոդեռնիզմի մասին գրքի հրատարակումը շատ կարևոր է, հատկապես Հրազդան մարզադաշտի մասին, որը ժամանակին ստացել է բոլոր գլխավոր մրցանակները։ Ինքը ոչ միայն արտառոց է Երևանի եւ Հայաստանի համար, այլև ամբողջ հարավային Կովկասի համար, որովհետեւ շատ ներդաշնակորեն ինտեգրված է Հրազդանի կիրճին, այսօր էլ կարող է ծառայել մեր ֆուտբոլիստներին։ Չնայած իր պատմական նշանակությանը, Հրազդանն այսօր ըստ նշանակության չի շահագործվում։ Նախատեսում են քանդել այն։ Գիրքը բարձրաձայնում է կարևոր հարցեր։ Ինչու խորհրդահայ մոդեռնիզմի այս գլուխգործոցը դուրս մնաց մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ ունեցող կառույցների ցանկից։ Ինչու այնտեղ այլևս ֆուտբոլ չեն խաղում եւ արդյոք հնարավոր է կանխել կառույցի քանդումը։ Համաշխարհային որակների մակարդակի լավագույն մարզադաշտներից մեկը, որևէ ինչ-որ այլ խոսակցություններ, որ ծածկը այսպես չի, այսպես չի, այդպիսի բաները ընդամենը խոսակցություններ են։ Մեր парքն է, եւ ճարտարապետությունը ընդհանրապես եւ մասնավորապես այդ Հրազդան մարզադաշտը։ Բալյանի հեղինակած գրքին զուգահեռ լույս է տեսել նաև Գուրգեն Մուշեղյան Հրազդան ստադիոնի մասին գրքույկը, որում ամփոփվել են ստադիոնի վերաբերյալ նրա հոդվածներն ու հարցազրույցները։ Սիլվի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։